Սմայել Աստված, որցի պարոն Սյունյանին փոխարինեց Բաբկին Թունյանն, ասեց, հեսա Բաբկին Թունյանն ինձ հակադարձելու։ Պարոն Թունյան, ասում եք, սա պրոտեկցիոնիզմ չի, սա ներքին շուկայի պաշտպանություն է։ Եթե իմ անգլերենի համեստ գիտելիքներին չեն դավաճանում, պաշտպանել հենց protect-ն է։ Ինչ տարբերություն, պաշտպանում ենք շուկան, թե protect ենք անում մեր ներքին շուկան։ Դե պրոտեկցիոնիզմի մասին ես որևէ բացասական բան չասեցի, այլ ընդհակառակը միշտ դրական եմ հանդես եկել։ Բայց այստեղ պարոն փոխնախարար, ասենց փորձեմ հասկանամ ձեր պատասխանները։ Ասում եք, ցեմենտը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի, դրա համար պետք է պաշտպանենք։ Շատ լավ։ Հետո ասում եք, մրցակցային դաշտը բացեցինք, որովհետև ներքին շուկայում խնդիրներ են առաջացել։ Եթե ներքին շուկայում խնդիրներ են առաջացել, այլ մարմին կա, որը դա պետք է վերահսկեր։ Դրա համար ասում եք, դրսի ընկերությունները ներս մտան։ Հիմա փորձենք հասկանանք, որն է ավելի կարևոր։ Այդ կարևորությունը, առաջնահերթությունը ինքը 6 ամիսը մեկ չի կարող փոխվի։ Ինքը տնտեսական քաղաքականության երկարատև ուղղությունն է, ինքը տնտեսական քաղաքականության ողնաշարն է։ Հետո էլ ասում եք, դրսի ընկերությունները սկսեցին գերշահույթ ապահովել։ Այսինքն նշանակում է 2000 դրամը սխալ մոտեցում էր։ Եթե սկսեցին գերշահույթ ապահովել, դուք ձեզ հերքում եք, գնում պետք է ներ ոչ թե 14000, այլ ենթադրենք 7250, որպեսզի գերշահույթ չապահովվեր։ Հիմա այս ամեն ինչի հիման վրա 8000 դրամը որտեղից է առաջացել։ Պարոն Թունյանն ասում է, դե եթե ոչ 8000 է դեպքում դուք ասեք ինչքան։ Ռաբինովիչին հարցնում են, Ռաբինովիչ, դուք ինչու եք հարցին հարցով պատասխանում, ասում ես դուք ինչ կարծիք ունեք։ Հարցերին պատասխանում է այստեղ կառավարությունը։ Շնորհակալություն։